Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք որոշ հարցեր ենք քննարկելու պատմական գիտությունների տեխնացու Ռաֆայել Համբարձումյանի հետ, ողջունում եմ մեր տաղավարում պարոն Համբարձումյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Նախապես մենք պայմանավորվել ենք, որ մենք այսօր խոսելու ենք Արցախի անկախացման մասին, բնական է, որ մենք անընդհատ անդրադառնում ենք Արցախի հարցին, որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանում գոյություն ունի բավականաչափ մարդիկ, ովքեր այլևս համարում են, որ Արցախի հարցը դա պատմություն է եւ մոռացել են դրա մասին, բայց մենք պետք է մեր վերլուծությունների միջոցով փորձենք պարզել, թե այնուամենայնիվ ինչպես ստացվեց, որ ունենալով մեր թիկունքում պատմական արդարություն, ունենալով մեր թիկունքում միջազգային հանրության վերաբերմունք, ունենալով ռազմական հաղթանակ, այնուամենայնիվ մենք չկարողացանք այդ ռազմական հաղթանակը վերածել դիվանագիտական որոշ ուրեմն նյութականացման եւ դա բերեց նրան, որ 20 թվականին ռազմական ճանապարհով Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա եւ օկուպացրեց ամբողջ Արցախի տարածքը, այն տարածքը, որոնք գտնվում էր հայկական հայերի ձեռքերում։ Եվ ոմանք Արցախի հանրապետությունը համարում են արժեք, որը պետք է ձգտել վերականգնել, որովհետև դա Արցախի ժողովրդի կամ արտահայտությունն էր, բայց այսօր մենք փորձենք հասկանալ, թե ինչու 89 թվականի միացումից հետո, երբ որ Արցախի ընտրված ներկայացուցիչները եւ մեր խորհրդարանի համատեղ նիստով հայտարարվեց, որ Արցախը միավորվել է Հայաստանին, դրանից հետո առաջացավ Արցախի հանրապետությունը։ Համեցեք, պարոն Համբարձումյան։ Այս ամբողջ մեր դժվարությունների պատճառը այն է, որ Արցախյան շարժման մասին բազմաթիվ սխալ տեղեկություններ են փոխանցվել մեր ժողովրդին, այսինքն ճշմարտություն, հազարավոր հոդվածներ, գրքեր, բաներ են տպագրվել, բայց բազմաթիվ ուրեմն կան խնդիրներ, որոնց մասին ժողովրդին թույլ չեն տվել, որ մարդիկ իմանան դրա ճշմարտությունը։ Դրա համար մենք այդ է իմ կարծիքը, որովհետև մենք չկարողանանք մեր պատմական այդ ճշմարտությունը, որը թաքնված է ըստ ձեզ։ Դա հիմա կամաց դրա մասին խոսենք։ Այո, նախ սկսենք Արցախի միացումը Հայաստանին։ Ուրեմն դա կատարվեց 1991 թվականի դեկտեմբերի 1-ին։ Միացումը Հայաստանի։ Չէ։ Միացումը 89 թվականի 89 թվականի դեկտեմբերի 1-ին, այո։ Ուրեմն 23 թվականի հուլիսի 7-ին Սովետ միությունը կենտկոմը դրանց վերցրեց Արցախի տարածքների մի մասը, լեռնային տարածքների մի մասը դնելով անունը դնելով լեռնային խնդիրների բանով, ուրեմն դա միացրեց Ադրբեջանին։ Հայ ժողովուրդը այդ օրվանից սկսեց դրա դեմ պայքարել, ինչքան հնարավոր էր։ Եվ դրա պայքարի վերջնական արդյունքը եղավ այն, որ 1988 թվականի փետրվարի 20-ին ամբողջ հայությունը ոտքի կանգնավ եւ պահանջեց եւ ասաց, որ դա Հայաստան պետք է միանա Հայաստանին։ Այդ շարժումը համարելով ուրեմն իշխանությունները Մոսկվան դա համարելով պահանջատիրություն, ոչ ճիշտ ուրեմն պահանջատիրություն, նա փաստորեն ձախողեց ու այդ որոշումը չկայացրեց։ Ինչ արեց այդ ժամանակ Արցախի ժողովուրդը։ Արցախի ժողովուրդը ստիպված 88 թվականի ուրեմն մեր 20-ից հետո ուրեմն նա ստիպված եղավ հայ ժողովրդի Արցախատիրությունը միավորեց ամբողջ ժողովրդին, մեր ժողովրդին։ Այդպիսի բան չէր տեսել մեր ժողովրդի պայքարը հսկայական վիթխարի մի բան էր, որ կես միլիոն մարդ է դուրս եկել։ Եվ այս այստեղ մեր
հաջողությունն էր, որ մեր նպատակը այն էր, որ ասում ենք, որ Ռուսաստանը սխալ է արել, երբ որ միացրել է դա ապակ ուրեմն սխալ է, մենք պահանջում ենք վերանայել իր որոշումը եւ նորից միացնել Հայաստանին։ Եվ այդ ժամանակ փաստորեն ամբողջ աշխարհը միացավ մեր հայրենատիրությանը, ես հայրենատիրություն եմ ասում Գարեգին Նժդեի խոսքերով։ Այդ հայրենատիրությունը նրանք բոլորը մեր շարժումը համաշխարհային մեծ բան ստացավ։ Եվ ամբողջ աշխարհի ժողովուրդների մեծ մասը, հատկապես պետությունների մեծ մասը ընդունեց դա։ Եվ մենք փաստորեն քաղաքագիր աշխարհը մեզ հետ էր։ Դրանից հետո Մոսկվան, որպեսզի կարողանա այս շարժումը, այդ ազատապայքարը, որպեսզի կարողանա ճնշի, նա փաստորեն դուք ասացիք, որ մենք դեկտեմբերի 1-ին 89 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախը միացրեցինք Հայաստանին։ Մենք միացրեցինք Հայաստանին, որտեղ ամբողջ աշխարհը մեզ հետ էր։ Եվ մենք ճշմարտի այս ժողովրդի խնդիրը դա էր, որպեսզի միացվի։ Սա այս միացումը դեկտեմբերի 1-ի որոշումը 1989 թվականի ջախջախիչ պարտությունն էր Մոսկվայի, որտեղ նա ամեն ինչ անում էր, որպեսզի նորից յետ դարձնի իրեն, բայց մենք կարողացանք դա հայ ժողովուրդը կարողացավ դա անել։ Հիմա որպեսզի կարողանա այս միջազգային որոշումը դասնի մեր որոշումը վերացնի ընդհանրապես Ռուսաստանը իր դրածո եւ խամաճիկը ԼՏՊ-ի միջոցով Միջև ԼՏՊ-ի հասնելը եկեք բոլորը ժամանակագրականը գնան։ Ուրեմն 89 թվականի մեր խորհրդարանի падգամավորների եւ Արցախի ուրեմն ընտրված ներկայացուցիչների կողմից տեղ ունեցավ ուրեմն համատեղ նիստ, որի մեջ հայտարարեցին, որ Արցախը միացավ Հայաստանին։ Դրանից հետո, քանի որ դա դեռ խորհրդային միությունում էր, խորհրդային իշխանություն կար, դրանից հետո խորհրդային իշխանությունը չեղյալ համարեց այդ ոճիրը։ Եվ Արցախը ստեղծեց ազգային խորհուրդ, Արցախը ստեղծեց ազգային խորհուրդ։ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե 1991 թվականին դեկտեմբերին արդեն Հայաստանի Հանրապետության այն ժամանակ կոչվում էր Գերագույն խորհուրդ։ Գերագույն խորհուրդը արդեն խորհրդային միության փլուզման այդ ընթացքում հայտարարեր, որ ինքը վերահաստատում է այդ վճիռը 89 թվականի։ Այդ ամբողջ խնդիրը այդպեսին իրենց տեսքով չէր լինի, բայց այն ժամանակ մեր իշխանությունները գնացին ուրիշ ճանապարհով եւ մտավ այսպեսի մի ես չգիտեմ կեղծ թե ճիշտ ասույթ, խոսույթ, որ միջազգային հանրությունը դժվար կճանաչի մի երկրի տարածքից մյուս երկրի տարածքի կցումը եւ դրա համար ավելի լավ է, որ արցախցիները գնան ինքնորոշման ճանապարհով։ Դա այո, իրոք Լևոն Տեր-Պետրոսյանի միտքներ, որը որ այդ ժամանակ իր միտքը չէր, դա Ռուսաստանի թելադրածն էր, որպեսզի նա կարողանա այս դե հիմա կանգնացնի փաստեր ունեք, որ Ռուսաստանն է դա թելադրել, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն է թելադրել, 100% ճշմարտություն։ Շատ լավ, փաստերը բերեք, վերհեշտադիտողներն էլ նայեն եւ ուրեմն մենք փաստորեն մի ձև կար այդ ժամանակ համաշխարհային ընդգրկում ստացած Արցախի հայրենամիացումը խանգարելու։ Մի խնդիր կար, միայն մի ձևի, ուրիշ ձևի չէր հնար, եւ դա արեց Մոսկվան։ Այսինքն դա պետք է ներկայացնել որպես անջատական շարժում։ Ոչ թե ինքնորոշում, այլ անջատական շարժում եւ որպեսի վերացնի, որպեսի վերաբռնակցի իրեն եւ հետո 92 թվին դա ինքը արեց։
2023 թվականին։ Ուրեմն ինչ էր պետք անել։ Եվ նա ստեղծեց այդ իրավիճակը։ Եվ ես հասկանում եմ ձեր իր շարունակությունը որն էր իր դրանից հետո 2023 թվականին մոտարապես սեպտեմբեր ամսին, այսինքն 100 տարի հետո, երբ որ Ռուսաստանը Արցախը միացրեց Ադրբեջանին, 100 տարի հետո նա կարողացավ իր այստեղի դրածոների միջոցով, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջոցով այդ խնդիրը լուծել։ Եվ ինչ եղավ, հայոց պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ առանց որևէ կրակոցի դու ոչ միայն ամբողջ տարածքները տաս թշնամուն, այլև դու փաստորեն քո անկախության շարժումը դարձնես 0։ Այսինքն, այդպես եղավ։ Դուք նկատի ունեք 20 թվականի պատերազմից հետո կնքված այդ երակոմ հայտարարությունը 20 թվականի 2020 թվականի պատերազմի հետո այդ հայտարարությունը նոյեմբերի 9-ի։ Այո, դա շատ կարևոր է։ Մի խոսքով մեր ժողովուրդը կարողացավ այդ խնդիրը լուծել, բայց Հայաստանը մեր ամբողջ շարժումը, մեր ազգային ազատագրական շարժումը, որը եզակի երևույթ էր մեր պատմության մեջ, այդպիսի բան չէր եղել, որ այդքան մարդ ոտի կայնի, եւ հաղթանակեց փաստորեն շարժումը։ Կոմունիզմի օրոք, Սովետ միության օրոք դա մեր ժողովուրդը ոտի կանգնեց եւ կարողացավ հաղթանակ արձանագրել, որը անհնար էր, Ռուսաստանը չէր կարող դրան պահել։ Եվ դրա համար ինքը կարողացավ մեր ժողովրդին ճշմարտությունը թաքցնելու միջոցով ցույց տվեց, որ եթե ուզում եք դու այդ բանը լինի, դուք փաստորեն որպեսզի չկոչվեք անջատական շարժում, աշխարհը սա չընդունի անջատական շարժում, դրա համար պետք է դուք ստեղծեք հանրաքվեով ստեղծեք ձեր հանրապետությունը, այսինքն Արցախի հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։ Եվ այսպես էլ եղավ։ Դրանից հետո նոր 2023 թվականին Մոսկվան Հայաստանի ղեկավարության եւ Արցախի ղեկավարությանը թելադրեց, նրանց թելադրությամբ Արցախը առանց որևէ կրակոցի հսկայական գումարներով ոսկի, ուրեմն զենք եւ այլն, դրանք լրիվ հանձնեցին ադրբեջանցիներին։ Եվ դա հիմա գցում են ամենամեծ դժբախտությունը նաեւ որ ասում սխալ են դաստիարակում է ժողովրդին։ Դա գցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա միայն։ Բայց դա կատարեց Ռուսաստանի միջոցով։ Ռուսաստանը եթե չլներ այդպիսի բան հնարավոր չէր։ Այնպես որ հիմա մենք պետք է մեր հիմա խնդիրը հետևյալն է, ինչպես անենք, որպեսզի մենք կարողանանք հայրենադարձությունը կազմակերպել ուրեմն արցախցիների։ Մեր խնդիրը սա է։ Ինչ իրավասությունների տակ, այսինքն ինչ քաղաքացիության պայմաններում, հայկական թե ադրբեջանական քաղաքացիության պայմաններում հիմա էլ Ալիևը հրավիրում է, ասում է արցախցիները թող գան ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն եւ ապրեն իրենց տները։ Չէ, դա հիմա գիտեք ինչ, այստեղ խնդիր չկա էլի այստեղ։ Ուրեմն մենք պետք է ասենք դուք 100,000 մարդու հանեցիք, վռնդեցիք իրանց հայրենիքից։ Դուք ո՞նց կարող ենք այդպիսի բաներին հավատալ մենք։ Այդպիսի պետք չի։ Ուրեմն մենք պետք է հիմա ամբողջ մեր մտավոր կարողությունները բևեռենք մեկ ուղղությամբ։ Ինչպես անել, որպեսզի Արցախի ժողովուրդը հայրենադարձվի։ Եվ նորից հիմնվի իր, ասենք, ինքնորոշման խնդիրը լուծվի։ Սա պետք է մենք մտածենք ինչ ճանապարհներ գտնենք։ Մեր խնդիրը սա է։ Դուք ունեք առաջարկություն։ Առաջարկությունը ես հիմա ուրիշ խնդրի մասին կուզենայի ասել։ Ուրեմն հիմա ինչ անել։ Չէ, հիմա մենք կանգնած ենք մեր ամբողջ ժողովրդի 20-25 արմիա պայքարը զրոյացրել է, փաստորեն զրոյացվել է, եւ մենք կանգնած ենք
Պարոն Համբարձումյան, եկեք այսպես անենք, ուրեմն ես ձեզ հարց տվեցի առաջին մասում, մենք իրար հետ եկանք են համաձայնության, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության այդ տարիներին իրենց առաջարկությամբ, դուք ասացիք Ռուսաստանի թելադրությամբ դարվեց, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե վերականգնեց 89 թվականի այդ միացումը, որը որ մերժված էր Խորհրդային Միության այդ ղեկավարության կողմից, որովհետև այդ ժամանակ Խորհրդային Միությունն էր եւ այդպիսի որոշումները պիտի հաստատվեին նաեւ Մոսկվայում, բնականաբար նրանք մերժեցին այդ որոշումը հաստատել եւ այդ որոշումը կախված մնաց, այդ միացման որոշումը մինչեւ 91 թվականի անկախացումը, մինչեւ Լևոն Պետրոսյանին իշխանության բերելը, նրան բերեցին իշխանության, որովհետեւ դա ոչնչացնել է։ Դուք այստեղ երկու թեզ ասեցիք, որը որ նման է ճշմարտությանը, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը այդ բոլոր հարցերում, բայց մենք պիտի խոսենք փաստերով։ Ունեք արդյոք դուք փաստ, որևէ փաստաթուղթ, որևէ փաստ, որ հենց Ռուսաստանի թելադրանքով է Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գործողությունը արել, այսինքն առաջարկել արցախցիներին, որ մենք չենք ընդունում ձեզ Հայաստան, դուք ինքնուրույն հանրապետություն կազմեք, եւ որ հենց Ռուսաստանի թելադրանքն է դա, թե կարող է ամբողջը հենց ծագել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխով։ Էպսի բան հնարավոր չի, բացառվում։ Մենք չունենք փաստ չունեմ, բայց տրամաբանությունը ցույց է տալիս, որ դա ճշմարտություն է։ Երկրորդ հարցը, որը որ էլի գալիս է, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ուժերի, ինչ որ մտքերի ազդեցության տակ որոշեց, որ մենք չենք կարող Արցախը միացնել Հայաստանին վերամիավորել, եկեք արցախցիները թող անկախության հանրաքվե անեն եւ այդ հանրաքվեի ճանապարհով իրենք հայտարարեն անկախ պետություն, անկախանան, հետո նոր այդ ժամանակ կմիանան Հայաստանի հետ։ Այդ ժամանակվա խոսույթը դա էր։ Եվ քանի տարի, երևի մինչև 2020 թվականը, մինչև պատերազմի սկիզբը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Արցախի ժողովուրդը գնում են այդ ճանապարհով, չնայած փաստացի այդ միավորումը կար, բայց միավորումը լինելով հանդերձ, ես նկատում եմ տնտեսական, բանկային համակարգի, ես չգիտեմ, մնացած բոլոր համակարգերի, միևնույն ժամանակ այնտեղ կար նախագահ, այնտեղ կար խորհրդարան, այնտեղ կար ուրեմն ինչ որ պետական իշխանության բաներ, որոնք որ միշտ չէ որ համաձայն էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Այս իրավիճակը մենք ձեզ հետ միասին թույլ ենք տվել մինչև 20 թվականի պատերազմը եւ պատերազմից հետո նոր միայն խոսում ենք նրա մասին, որ սա անթույլատրելի էր, պետք էր այն ժամանակ միացնել։ Հիմա Ռուսաստանի դերը այստեղ որտեղ եք տեսնում։ Ռուսաստանը մեզ ձեզ որ այն ժամանակ չեն կնդրզել, որ Արցախի անկախ հանրապետություն։ Դերը այն է, որ Արցախը նա է միացրել Ադրբեջանին, Նախիջևանին հետ միասին, ինչ դերակատարություն կա, որ 1915 թվականի ցեղասպանության կազմակերպիչը Թուրքիայի հետ հենց Ռուսաստանն է։ Եվ այնքան բազմաթիվ նյութեր կան դրա մասին։ Շատ լավ կլինի, որ այդ նյութերը դուք հրապարակեք, եւ մեր հեռուստադիտողներն էլ հրապարակված են եւ հիմա մի ամիս հետո լույս տեսնի իմ գիրքը, որը մոտ 500 էջանոց է, առաջին անգամ հետազոտվում է հայ ժողովրդի արևելահայության ուրեմն ըմբոստացումը եւ պայքարը ռուս դիվապետության դեմ, որտեղ ազատագրական շարժումները մենք միշտ գրել ենք Թուրքիայում եղել, հայերը պահանջել են Թուրքիայից ազատություն, բայց ոչ մի հոդված նույնիսկ այդ գիտական հոդված կամ գիտական հաստատություն այդ մասին չի գրել, որ մենք այս ժողովուրդը, որին քաղաքագիրտ աշխարհը միջնադարից, վաղ միջնադարից համարել է անպարտելի, անհաղթելի ժողովուրդ, այս ժողովուրդը փաստորեն չկարողացավ իր հարցերը լուծել։
Ռուսաստանի էքսպանսիայի դեմ։ Այո, դա ինքը բերեց իր իշխանություններին դրեց այստեղ։ Ինչ չեմ հիշի, բայց կար մի հետաքրքիր գիրք ռուսական վտանգը։ Ադոն է դա։ Որը որ բացատրում էր, թե ինչու հայերը թուրքերի մեջ տեսնում էին թշնամուն, բայց ռուսների մեջ չէին տեսնում այդ թշնամուն։ Այո։ Որտեղ 300 տարի շարունակ մեր ամբողջ քարոզությունը գնացել է այդ ուղղությամբ։ Ոչ մի անգամ չի նշվել ճշմարտությունը, որ մեր ազգը երկու մասի էր բաժանված թուրքերի եւ Ռուսաստանի միջև։ Հնարավոր չէր, որ մեր մի ազգը, նույն ազգը թուրքերի դեմ ազատապահական պայքար սկսի, իսկ այս մյուսի դեմ ոչ, այդպիսի բան հնարավոր չի, ժողովուրդը իր էությամբ կայսրություններ ոչնչացնող է եւ հայոց կայսրությունը նորից ոչնչացավ մեր ազատապայքարի շնորհիվ։ Կոմունիստական բռնապետությունը, որին նժդեհը դիվապետություն էր անվանում, վերացավ հայոց համազգային շարժումով մեր արցախյան ազատամարտով, որի անունը դրել ենք Արցախական։ Արցախականը քանդ ու քարափ արեց այս երկրին։ Մեզանից հետո երկրորդը Լեհաստանը ազատագրվեց, հետո մնացածներ։ Հա, բայց ցավոք սրտի մենք չկարողացանք այդտեղից օգտվել։ Չենք կարող օգտվել։ Հայրենիքի մի մասը միացնել։ Քանի դեռ մենք մտածում ենք, որ եթե Ռուսաստանը գնաց մենք կործանված ենք, այս ազգը փրկություն չունի։ Սա մեզ թելադրված է 300 տարի է, սա ենք ասում, մեր շեշ ժողովրդին, բայց մեր ժողովուրդը հատկապես երիտասարդությունը, որոնց հետ ես բազմաթիվ շփումներ ունեմ, բավական հետաքրքիր է էլի, թե դրանք առանց իմանալու ճշմարտությունը ինչպես են բնազդորեն զգում այդ ամեն ինչը։ Ինչ են իրենք թելադրում։ Ասում են ոնց կարող է հնարավոր, եթե դուք ասում եք հայ ժողովուրդը միշտ պայքարել է Հայկ Նահապետից մինչև հիմա անկախության համար, ընդհանրապես իր իրավունքների համար, ինչպես կարող էր հայ ժողովրդի մի մասը պայքարել ազատության համար, բռնատիրությունից անձատվելու համար, մյուսի մասը չէ։ Սա ինձ հուշել են մեր երիտասարդները, որոնք ինձ այդ անդադ հարցադրություններ են ունենում։ Երբ որ լույս տեսնի ձեր գիրքը, մենք ուրախությամբ ձեզ կհրավիրենք եւ դուք կներկայացնեք ձեր գրքի արտացոլված փաստերը, բայց ես այնուամենայնիվ պնդում եմ, որ ցանկացած դատողության հիմքում պետք է լինեն փաստեր, որպեսզի հասկանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարում է Ռուսաստանի թելադրանքը, թե Մոզամբիկի։ Ով էր ասում, որ երկիրն էր աշխարհի ասում, որ Արցախը չպիտի միանա Հայաստանին։ Միայն Ռուսաստանն էր դա ասում։ Բայց եւ նրա դրածո նրա խամաճիկ ԼՏՊ-ն հայտարարում է, որ ազգային գաղափարախոսությունը սկերց կատեգորիա է, որ մենք չենք կարող Արցախը միացնել։ Այո, դա փաստ է, դա արձանագրված է, բայց ելի ինչ փաստեր բերեմ ես ձեզ։ Ես ունեմ հետեւյալ հարցը ձեզ։ Այո, խնդրեմ, սիրով։ Ուրեմն 12 եվրոպական երկրներ, որոնք որ խորհրդային միությունը այդ քանդելու գործում ուրեմն քանդվելու ժամանակ որոշում ընդունեցին համատեղ, որոնք որ խորհրդային միության փլուզումից հետո իրենք ընդունելու են այդ հանրապետություններին խորհրդային միության ճանաչելու են այն սահմաններով, որոնք իրենք ունեցել են խորհրդային միության վարչական այդ սահմանների պարագայում։ Եվ դա հանգեցրեց նրան, որ միջազգային հանրությունը, որը որ 80-ական թվականներին պաշտպանում էր Արցախյան շարժումը որպես այդպեսին, 88-ից հետո ոչ Ռուսաստանը, Եվրոպան, Արևմուտքը ասեցին, որ մենք չենք ճանաչելու ձեր միացումը Արցախին։ Մենք ճանաչելու ենք Հայաստանի Հանրապետությունը խորհրդային Հայաստանի սահմաններով, ինչպես նաև ճանաչելու ենք Ղրղստանը, ես գիտեմ, Ղազախստանը, Վրաստանը իր այն սահմաններով, որոնք իրենք ունեցել են խորհրդային միության ժամանակ։ Ինչով կբացատրեք դուք այս որոշումը, որը որ այսպես կարմիր թելի նման անցնում էր ամբողջ ժամանակահատվածի միջև եւ հատկապես ԵԱԿ Մինսկի խմբի
այդ գործնեության մեջ, որոնք չէին ուզում որևէ արգումենտ ընդունել Արցախը Հայաստանի կազմում ճանաչելու։ Նրանք ասում են, չէ, մենք ձեզ ճանաչելու ենք այնպես, ինչպես եղել է խորհրդային միության ժամանակ։ Եվ առ այսօր այդ նարատիվը քանդված չի։ Այստեղ Ռուսաստան չկա, այստեղ կա միջազգային հանրություն եւ այստեղ կա Հայաստանի Հանրապետության դիվանագիտություն եւ մտավորականության անզորություն, որոնք վերջապես չեն կարողացել ամբողջ աշխարհին բացատրել, որ չի կարելի Հայաստանի Հանրապետությունը ճանաչել խորհրդային Հայաստանի կազմում։ Հիմա եկեք բացատրենք։ Բացատրեցի ես ձեզ նորից ասեմ, մեզ որպեսզի կարողանային այս հասարակական կարծիքը, համաշխարհային հասարակական կարծիքը որպեսզի գար սրան, մեզ պետք է ներկայացնեին որպես անջատական շարժում Արցախի միացումը։ Դրա համար էլ այդպես եղավ դա։ Այդ ամբողջը գալիս է հենց անջատական շարժում, այսինքն մեր սխալ որոշումից, սխալ չէ դա, հայրենակործան որոշում էր, որը իմիջիալոց այս վերջերս սեպտեմբերի 2-ին մեծ շոկով Հայաստանում տոնեցին եւ այդ մարդկանց, որոնց նրանց ղեկավարներին, որոնք հիմա Բաքվում կեղծ ուրեմն դատավարության մեջ են պահանջ դարձրեցին հերոսներ այմա այսպես ոնց կլինի դրանք Հայաստանը հանձնեցին թուրքերին եւ նրանց ինչ պետք է անել մեր կարծիքով մենք պետք է պահանջենք թուրքերից եւ աշխարհից որ այդ ոչրագործներին հանձնեն Հայաստանին որ մենք այստեղ դատի տանք մենք դատի տանք ոչ թե Ամերիկան Ադրբեջանը մեր խնդիրը սա է դրանք պետք է դատի տան այստեղ Թող դատավարությունը որոշի նրանք մեղավոր են թե չէ, բայց նրանց դատի պիտի տա ոչ թե Ադրբեջանը, այլ պետք է դատի տա Հայաստանը։ Իմ կարծիքը, որ իմ իմիջիալոց շատերը չեն ընդունում։ Հասկանալի է, ձեր տեսակետը եկեք մի քանի րոպե ընդմիջվենք գովազդային դատորով, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, մենք կրկին եթերում ենք, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Ամբարձումյանի հետ եւ քննարկում ենք Արցախյան հակամարտության սկիզբը, թե ինչպես, ինչու ի սկզբանե ամեն ինչ հենց այնպես չգնաց, ինչպես պետք էր։ Հիմա ես բերեցի ուրեմն իմ պատկերացումը, որ եվրոպական երկրները խորհրդային միության փլուզման պարագայում պատկերացրել էին, որ իրենք պետք է ճանաչեն միայն խորհրդային միության վարչական սահմաններով, հանրապետությունները դարձնեն պետական այդ սահմաններով, մենք այն պետություններից մեկն էինք, որ ուրեմն արդեն միացրել ենք մեր ասաղը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին, որ Արցախը պետք է գնա ինքնորոշման ճանապարհով եւ իրականում աբսուրդ փաստ եմ ասում, բայց դա փաստ է, որ Արցախը իր հանրաքվեով անկախացավ Հայաստանից, որովհետեւ միջև այդ կար 89 թվականի խորհրդային պետության կողմից չհաստատված այդ որոշումը, բայց դա արտահայտում էր Արցախի եւ հայ ժողովրդի կամքը։ Ինչպես եք մոտենում այս հարցին։ Դու այդպեսի բան չգոյ ինչ ունի։ Այսինքն մենք նայում ենք փաստերին։ Այո։ Ում տիրապետության տակ էր գտնվում Արցախը։ Արցախը գտնվում էր Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ երբ որ մենք դա միացրեցինք մեզ պատերազմում հաղթելով, դա մենք փաստորեն ինչ արեցինք մենք։ Մենք Հայաստանի Արցախը միացրեցինք Հայաստանին։ Եվ դրա համար, որպեսզի Հայաստանը Արցախին չմիացվի, որը նախ մենք պատերազմով չենք միացրել։ Հասկանալի է։ Մենք միացրել ենք բանի Արցախի ընտրված բաների, պատգամավորների որոշմամբ, այո։ Եվ այդ որոշումը եղել է բացառապես խաղաղ։ Այդ դրանից հետո է պատերազմ սկսվել, որ ի պատասխան այդ անկախացման հարցին Ադրբեջանի զորքերը եւ Ռուսաստանի զորքերի հետ միասին կոլցով օպերացիա էին անում, սպանում էին եւ այլն եւ պատերազմ սկսեց եւ այդ պատերազմին Հայաստանը հայ ժողովուրդը ավելի շուտ այո, հայ ժողովուրդը պետք է ասել, այո։ Այդպես է թե ոչ։ Այդպես է, այդպես։ Եթե այդպես է, ուրեմն այստեղ խնդիրը գնում է արդեն քաղաքական, դիվանագիտական ճանապարհին։ Արցախը պետք է միացնել Հայաստանին որպես վարչական միավոր, թե Արցախը պետք է լիներ ինքնուրույն պետություն, որը անկախություն ստանար, դրանից հետո միանար Հայաստանին։ Դա հասկանալի է, մեր ժողովուրդը ոտքի կանգնեց միացնելու պահանջով, որը 150-200 տարի ժողովրդի մեջ էր, որ պետք է Արցախը միանա Շատ լավ, բայց մեր ժողովուրդը հաշտվեց նաև անկախության հետ։ Անկախության հետ մենք չենք հաշտվել, մեր իշխանություններն են արել դա, մեր ժողովրդին խաբելով, ցույց չեն տալի, որպեսզի հիմա ես ձեզ պետք է գովեմ այն իմաստով, որ այդպիսի հարցազրույց ոչ մեկը չի արել մինչև հիմա։ Թող սխալ խոսա այդ մարդը, որ գալիս է, բայց մենք ուրիշ կարծիք էլ լսենք, այս իրերս, անընդհատ չի գալի մի կարծիք։ Ազատորեն ասեք ձեր կարծիքը։ Դե ազատությունը ասացի ես ձեզ ազատորեն։ Որ Ռուսաստանի դրդմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը դրդմամբ չէ, պահան եւ նրա թելադրանքով, որտեղ նա չի դրդում, նա թելադրում է։ Թելադրում է եւ նրան բերեց իշխանության, որպեսզի այդ Հայաստանի միացումը այդ մեր ազգապետ խնդիրը համարվի անջատականություն։ Միայն այդ պայմանով էր հնարավոր համաշխարհային կարծիքը բևեռել դեպի Ադրբեջանը։ Անջատականություն բառը, որ դուք օգտագործում եք, դրանք օգտագործում են ռուսները, օգտագործում են ադրբեջանցիները։ Հայերը եւ աշխարհը հայերը այդպես չէին ասում, բայց նրանք կարող են ինքնորոշում։ Մենք մեր տերն ենք,
մենք որոշում ենք մեր ճակատագիրը ինչպես ենք ուզում, որ երկրում ենք ուզում ապրենք, ինչպես ենք ուզում ապրել։ Այո, այդպես էր, բայց իշխանությունները դա թույլ չտվեցին իրենք գնացին այդ դավադրությունն եմ ասում։ եւ դավադրությունը դա նա էր, որ Արցախը որպես առանձին այո, դավադրություններ դա իմիջայլոց եւ այդ դավադրության նորից կառուցողը, թելադրողը, իրագործողը եղել է Ռուսաստանը։ Իսկ մեր սխալը գիտեք որն է։ Մենք մի սխալ ունենք։ Մենք ինչպես ես ձեզ ասացի մի կես ժամ առաջ, մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող Հայաստանի միացումը, մենք չենք կարող հայ ժողովրդի կարծիքը, որ 200 տարի անընդհատ պայքարել էր եւ կարողացավ հաղթանակով հանդես գալ։ Եվ մենք հաղթեցինք Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանն էր ուզում նորից դեկտեմբերի 1-ի որոշումը վերացնել եւ նա վերացրեց 2023 թվականի սեպտեմբերին։ Այնպես որ մենք փաստեր եք ուզում, ինչ փաստեր ասենք, 1923 թվականի հուլիսի 7-ին Ռուսաստանը Արցախը միացրեց թուրքերին, իսկ 21 թվականին դրանից առաջ Նախճիվանը միացրեց, այնպես որ փաստեր 1920 այո, փաստեր պետք չի բերել, փաստերը իրենք խոսում են եւ ամբողջ նրանց իշխանությունն է։ Դրա համար որպեսզի մենք փաստերը ճշտենք, ես ամբողջ մեր մտավորականությունը կարգին, ազգային մտավորականությունը հարց է դրել, որ պետք է հայոց ազատագրական պայքարը ջախջախելու եւ զրոյացնելու մեղադրանքով հայոց բոլոր 4 ղեկավարները ԼՏՊ-ից մինչև այս մեկը բոլորին պետք է դատի տալ եւ թող դատարանը որոշի ես եմ ճիշտ, դու ես ճիշտ թե Պողոսը։ Սա մինչև չանենք մեր ազգի պատմությունը մենք չենք կարող ճշտել։ Մենք չենք կարող, ինչպես կարող ենք թույլատրել մի իշխանության մնա մեկը, որը ասում է հայոց պատմությունը պետք է նորից գրել, ես ինչ անել։ Իսկ մենք երբ ենք հզոր, երբ ենք առաջ գնում, երբ որ մենք ճշմարտությունն ենք իմանում եւ հիմնվում ենք մեր սխալները ճշտելու վրա։ Շնորհակալություն պարոն Համբարձումյան հետաքրքիր զրույցի համար, մենք հուսով ենք, որ ձեր գրքի տպագրությունից հետո մենք դրա մասին եւս ձեզ հետ հաղորդում կանցկացնենք։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը սրանով ավարտվեց։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։